Օրվա խորհուրդը հենց իրենց կյանքով փոխանցեցին մեզ, որ մենք ապրենք եւ պայքարենք, բայց նաեւ մի բան էլ մենք պետք է ունենանք մեր մեջ, որ մենք սերմանենք մեր սերունդներին, որ այդ տղաների մեզ եւ մեր սերունդներին, որ այդ տղաների արած արյունը թափած արյունը պետք է մենք կարողանանք հետ բերենք եւ վրեժը իրենց պետք է անպայման վերադարձնենք, որովհետեւ դա մեր սերունդների պարտքն է արդեն։ Մեր եւ մեր սերունդների պարտքն է։ Այս տղաները մենակ իրենց գնալով մեզ մենակ խաղաղություն չպետք է բերեին, որը նաեւ չստացվավ։ Մենք պետք է ստեղծենք այն ամեն ինչը, համ տղաների վրեժը պետք է լուծենք, համ էլ իսկական խաղաղություն բերենք մեր հայրենիքին։ Պարոն Բորատյան, ձեր կարծիքով ցավը ավելի չի խտանում, երբ տղերքը զոհվեցին եւ մենք հայրենիք կորցրեցինք։ Այօրինակ 90-ականներին տղերքը զոհվում էին, բայց գոնե հպարտ էինք այդ ցավի վշտի հետ միասին հպարտ էինք, որ մենք Արցախ ենք ազատագրել։ Հիմա կորուստը եռաքառապատկվում է, որովհետեւ այն հողի համար, այն հայրենիքի համար, որ տղերքը ընկան, այսօր հայկական չէ։ 5000-ամյա Արցախը հայաթափված է։ Այսքան կորստից հետո դուք ինչ կասեք այս մասին։ Ես երբեք հուսախաբ չեմ լինում, քանի որ մեր սերունդն էլ այնքան լավ սերունդ է լինելու, որ այդ ամեն ինչը մենք հետ ենք վերադարձնելու եւ մենակ հույսով չեմ ապրում, մենք նաեւ պատրաստվում ենք եւ խորհուրդ ենք տալի բոլորին պատրաստվեն, որպեսզի կարողանանք այդ ամեն ինչը հետ բերենք։ Չի կարելի այս կորուստներով, իսկական այս ցավալի կորուստներով պատկերացնում եք արելի կորուստները, թե մեր տղաները, թե Արցախը, այդ ամեն ինչը մոռանալ ու հանգիստ նստել։ Մենք պետք է փորձենք պատրաստվել, ժամանակ է պետք դա մեզ, դա մենք բոլորս էլ հասկացանք, որ նաև մեր հակառակ կողմը նաև ինքը փորձեց հետագայում որոշ ժամանակ հետո այդ ամեն ինչը հետ բերել իր պատկերացումով, բայց որը իրան չի պատկանում, ինստինքտյան դա մերն է, մեզ է պատկանում եւ մեր ուժով եւ Աստծո կամոք անպայման հետ է վերադարձվելու։ Այդ մենք խոսք ենք ուզում տանք, ցանկանում ենք խոստանք մեր տղաներին, որ այդ ամեն ինչը պետք է արվի։ Դրա համար տանջվում ենք, աշխատում ենք, փորձում ենք այդ ամեն ինչը ի վերջո բերենք իր արդյունքին։ Պարոն Բորատյան, կներեք մեկ հարց եւս, դրա համար անհրաժեշտ է բանակը ամեն օր ուժեղացնել, դա արվում է։ Ես ճիշտ ասած ոչ մի բան չեմ ասի այսօրվա բանակի հետ կապված, ոչ է կարծիք կհայտնեմ։ Իմ ամենակարևոր խնդիրը գիտեք որն է, խնդիրները լուծել, փորձել ապագա սերունդներին, ովքեր նոր են զորակոչվելու բանակ, իրենց մեջ սերմանել այդ ամեն ինչը, որոնք պետք է փոխեն մեր բանակի իրավիճակը։ Զինվորները պետք է փորձեն, ստիպեն թե ղեկավարությանը, թե սպայական կազմին, որպեսզի իրանք էլ զգաստանան եւ ավելի շատ մտածեն իրենց հայրենիքի մասին, եթե չեն մտածում։ Բայց չեմ հավատում, որ սպան պետք է չմտածի իր հայրենիքի մասին։ Սպան այո, իսկ ավելի վերադասը, ի վերջո սպային նաեւ ղեկավարում է գերագույն գլխավոր հրամանատարը, քաղաքական ղեկավարությունը, նաև այստեղ միայն սպաների խնդիրը չի, վարվող քաղաքականությունը արդյոք ի նպաստ հայկական բանակի հզորության է, ի նպաստ Արցախի հետ բերման է։ Չեմ կարող, կդժվարանամ պատասխանել ճիշտ ասած, ի նպաստ չի, բայց պետք է փորձենք ի նպաստ անել։ Գիտեք ոնց պետք է նաև ժողովուրդը բոլորս միասին համախմբված այդ ամեն ինչը կարողանանք անել։ Իրենց ստիպենք, որ կարողանան, եթե մենք հասկանում ենք, որ այդ ավելի բարձր վերևներում նստածները չեն փորձում ինչ-որ գործունեություն ծավալել, մենք պետք է իրենց ստիպենք, որ իրանք այդ գործունեությունը ծավալեն։ Իսկ այդ ստիպելու համար պետք է մեր համախմբվածությունը, մեր ուժեղ լինելը, որ այդ մարդիկ մեզ հետ կարողանան հաշվի նստել։ Մենք ինչքան էլ թույլ լինենք, նույնը հակառակորդի համար եմ ասել։ Եթե ուզում ենք խաղաղություն, մենք պետք է ուժեղ լինենք։ Այդ նույնն էլ եթե ուզում ենք կառավարությունը, եթե հասկանում ենք ինքը չի ցանկանում, մենք պետք է իրեն փորձենք ստիպել, որ ցանկանա։ Ու դա ավելի հեշտ է անելը, եթե կարողանանք համախմբված այդ
ընդհանուր կազմակերպենք։ Եվ ամփոփենք, դուք հավատում եք, որ այսօր խաղաղությունը, ինչի մասին օգոստոսի 8-ից ավելի շատ սկսել են խոսել իշխանությունները, անընդհատ հայտարարելով, որ իրենք տարածաշրջանում Հայաստանում 100-ամյա եւ ավելի խաղաղություն են հաստատել Ադրբեջանի հետ նախաստորագրելով ինչ որ մի փաստաթուղթ։ Ես նաև իմ ելույթներում եմ ասել, ես խաղաղությունը միայն հավատում եմ ուժեղ լինելով, պատրաստված լինելով։ Եթե լինենք ուժեղ, եթե լինենք պատրաստված, մենք ունենանք լիարժեք խաղաղություն։